Պատերազմ կլինի թե չէ, Նիկոլ Փաշինյանը չի որ պիտի որոշի։ Պատերազմ կլինի թե չէ, որոշելու են Մոսկվայում, Կրեմլում եւ Մոսկվայում, Բաքվում եւ Անկարայում։ Այդպես եղավ 20 թվականին, ապրիլյանի ժամանակ, 44 օրյայի, այդպես եղավ 23 թվականի, սեպտեմբերի նոր ագրեսիայի դեպքում, այդպես կլինի մի գեղեցիկ օր, եթե Մոսկվան, Բաքուն եւ Անկարան որոշեն, որ հարմար պահը եկել է հիմա էլ Սյունիքի հարցը լուծելու, Գեղարքունիքի եւ այլն, եւ Նիկոլին ոչ մեկ չի հարցնում։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սա լկտի սուտ է։ Միգուցե Հայաստանը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքերով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույնիսկ նշել է 86,600 քառակուսի կիլոմետր կոնկրետ տարածքը, բայց Ադրբեջանը երբեք չի ասել, թե հայտարարության տեսքով, թե որևէ փաստաթղթով, որ ճանաչումը Հայաստանի, ասենք օրինակ 29800 քառակուսի կիլոմետր, երբեք չի ասել, հակառակը Ալիևը միշտ ասել է, որ նրանք պիտի վերադառնան նախախորհրդային քարտեզների 1919 թվականի, համաձայն որի Զանգեզուրը, Գյոքչան, Գեղարքունիքը բանը Ադրբեջանի տարածքներ են։ Ինչ վերաբերում է պետական մոդել, մենք կառուցել ենք, մենք ոչինչ չենք կառուցել։ Այսինքն, պարոն Կասնյան, ֆիքսեցին, որ խաղաղություն չի լինելու։ Մեր գլխավոր խնդրեմը, խնդիրը, սխալը, սուտը հենց դա է եղել, որ 30 քանի տարի շարունակ մենք մեզ համոզել ենք կամ մեզ համոզել են մեր այսպես կոչված ղեկավարները, որ մենք ունենք ինչ-որ պետություն, պետական ինչ-որ մոդել, երրորդ հանրապետություն եւ այլն։ Հայերը երբեք որևէ պետություն ԽՍՀՄ փլուզումից հետո ինքնուրույն չեն կառուցել։ Այն պետական մոդելը այսպես կոչված, որը մենք իբր կառուցել ենք, մեր վզին փաթաթվել է Կրեմլի կողմից։ Ես նկատի ունեմ երրորդ հանրապետությունը, ես նկատի ունեմ անկախ Արցախը։ Այսինքն պետական մոդել, որը ենթադրում է քրյա օլիգարխիկ բարքեր, ադատներ եւ կիսագաղութային համակարգ իր դրածոներով, կրեմլահապատակ սրիկաներով եւ այլն։ Եվ այո, այդ մոդելը Կրեմլի հրահանգով մենք կառուցել ենք, որպեսզի միշտ լինենք խոցելի, կառավարելի եւ վերահսկելի, որպեսզի 30 տարի շարունակ Հայաստանը վերահսկելով, Հայաստանի բանակը, տնտեսությունը վերահսկելով, թուլացնելով, թալանելով օլիգարխների եւ ադմինիստրացիաների ձեռով, կամաց Ադրբեջանին ուժեղացնեն, 94 թվականի ջախջախված վիճակից Ադրբեջանին շունչ քաշելու եւ վերականգնվելու հնարավորություն տան, որ հետո երբ որ պահը գա, կայսրությունը վրեժխնդիր լինի հայերի հանդեպ, Արցախը ազատագրելու եւ այսպես կոչված անկախություն ունենալու, անկախության ձգտելու համար։ Այնինչ եղավ։ Այնպես որ անկախություն, պետականություն այդ բառերը նախ Նիկոլ Փաշինյանը թող չպղծի իր կեղտոտ բերանով։ Եվ երկրորդը Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն շատ հեռու են անկախության գաղափարից, պետականության գաղափարից։ Այս մարդու շուրթերով դա ասում է Էրդողանը, Ալիևը եւ Պուտինը։ Մոռացեք Արցախը, մոռացեք ձեր իրավունքները, թե չէ կկորցնեք պետականություն։ Մենք պետականությունը սենց տենենց կորցնելու ենք, այսպես թե այնպես։ Եթե այսպես շարունակվի։ Եթե այսպես շարունակվի, որտեղ պետականության կորուստը, Հայաստանի պետականության լուծարումը եւ ոչնչացումը Մոսկվայի, Բաքվի եւ Անկարայի պլաններն են, որոնց իրականացման համար հիմա դեռևս այս մարդը գտնվում է ղեկին։